Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանին Բանդար Աբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անմեղ քաղաքացիների զոհվելու կապակցությամբ տեղեկացնում են կառավարությունից։ Իրանի հոգևոր առաջնորդին ուղղված հեռագրում նշված է. Խորին ցավակցություն եմ հայտնում Բանդար Աբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անմեղ քաղաքացիների զոհվելու կապակցությամբ։ Այս դժվարին պահին մեժդուրակցության և համերաշխության խոսքերն եմ հղում ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին, շուտափույթ ապաքինում մաղթելով բոլոր վիրավորներին։ Իրանի նախագահին ուղղված ցավակցական հեռագրում նշված է. Խոր վշտով տեղեկացա Բանդար Աբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած սարսափելի պայթյունի մասին, որն անմեղ զոհերի և վիրավորների պատճառ դարձավ։ Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցության և վշտակցության խոսքեր եմ հղում ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին։ Այս ծանր պահին զորակցություն եմ հայտնում զոհերի ընտանիքներին և հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։ Ուզբեկստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենտում հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության փոխվարչապետ Ջամշիդ Խոջաևի հետ, տեղեկացնում են կառավարությունից։ Զրուցակիցները երկուստեք ընդգծել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը իրացնելու անհրաժեշտությունը, կարևորել այս ոլորտում բիզնես շրջանակների միջև շփումների և համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումը։ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրո Ֆերրանտիին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Սրփուհի Գալյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության բարեփոխումները սահմանադրական, դատաիրավական կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ պատրաստ են քննարկել համագործակցության հնարավոր տարբերակները վերոնշյալ ոլորտներում։ Երկուստեք կարևորվել է արդարադատության ոլորտի թվայնացումը, որը ներկայումս նախարարության առաջնահերթություններից մեկն է։ Կողմերը քննարկել են նաև Եվրամիության հետ վիզաների ազատականացման ոլորտում համագործակցության հնարավորությունը։ Կառավարության ապրիլի 30-ի նիստին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդասյանը ներկայացրել է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերին 1 միլիարդ 682 միլիոն դրամ համաֆինանսավորելու նախագիծը, որով նախատեսվում է համաֆինանսավորել 17 համայնքի ընդհանուր 27 սուբվենցիոն ծրագիր։ Այս որոշման ընդունմամբ արդեն 2025 թվականի պետական բյուջեից ընդհանուր համայնքներին ֆինանսավորվում է 4 միլիարդ 75 միլիոն դրամ 2025 թվականի ընթացքում, նշել է նախարարը։ Ըստ այդմ կկառուցվի Արաքս համայնքի Արաքս և Մեծամոր բնակավայրերը սնուցող 17 կիլոմետր երկարությամբ գազատարը, որը նախատեսված է 580 տնտեսության համար, գումար կհատկացվի Գավառում 90 սանի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման երկրորդ փուլի, իսկ Ելփինում 60 սանի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման համար։ Մարտունի համայնքի Վարդաձոր և Երանոց բնակավայրերում ռոռոկման ջրատարեր են կառուցվում նախատեսված 300 տնտեսության համար, կատարված է աշխատանքի 90%-ը։ Գումար կհատկացվի նաև Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքին 2.4 կիլոմետր երկարությամբ լուսավորության համակարգի արդիականացման համար, որի աշխատանքները ավարտված են։ Կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվել, որով փոփոխություններ և լրացումներ կատարվեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության տրամադրման ընթացակարգերում։ Փոփոխությունները վերաբերում են որոշումներին, որոնք սահմանում են սոցիալական աջակցության միջոցառումներ տեղահանվածների կեցության և կենսապահովման ծախսերը հոգալու համար։ 2025 թվականի ապրիլի 1-ից սկսած աջակցության իրավունքը տրվել էր այն տեղահանվածներին, որոնք ունեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն, ծանր ֆունկցիոնալ սահմանափակ 63 և բարձր տարիք, կորցրել են կերակրողին կամ սովորում են հանրակրթական ու մասնագիտական հաստատություններում, ինչպես նաև մինչև 18 տարեկան երեխաներին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի լավարկման վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ, անհրաժեշտություն է առաջացել որոշման շրջանակում տրամադրվող աջակցությունը 2 ամսով տրամադրել նաև թիրախ խմբերից դուրս բոլոր
բոլոր մյուս բռնի տեղահանվածներին։ Միաժամանակ 2 ամսով հետաձգելով կարիքավորության հիմքով լրացուցիչ սոցիալական աջակցության տրամադրման ծրագրի գործողությունը։ Սոցիալական աջակցության միջոցառումները կիրականացվեն 2025 թվականի պետական բյուջեի շրջանակում առանց հավելյալ բյուջետային ճնշման։ Ապրիլի 30-ի դրությամբ ստացվել է 96900 դիմում նույնականացման քարտ տրամադրելու հետ կապված եւ արդեն իսկ տպագրված է 81900 նույնականացման քարտ։ Այս մասին կառավարության այսօրվա նիստին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն է տեղեկացրել։ Նախարարը նկատել է սրանք ընդհանրապես մուտք եղած դիմումներն են։ Կան նաեւ հերթագրման համակարգում սպասող քաղաքացիներ, որոնք դեռ չեն ներկայացրել դիմումները, որ տպագրության process-ն իրականացվի։ Նախարարը նշել է, որ այսօր օրական շուրջ 1000 նույնականացման քարտի սպասարկում է հնարավոր անել, բայց առաջիկայում թիվը կկրկնապատկվի։ Ձեռք է բերվել 2 նոր տպագրական սարքերի համար նախատեսված լազերային համակարգ, որը թույլ կտա ըստ նրա նույնականացման քարտերի ավելի արագ տպագրություն իրականացնել, ըստ այդմ թողունակությունն էլ ավելի բարձրացնել։ Նախարարը վիճակագրություն է ներկայացրել, ըստ որի 2023 թվականին տրամադրվել է շուրջ 64000 նույնականացման քարտ, 2024-ին 161000, իսկ 2025 թվականին 4 ամիսների կտրվածքով տրամադրված նույնականացման քարտերի թիվը մոտենում է նախորդ տարվա ծավալին։ Անդրադառնալով նույնականացման քարտերի հետ կապված գործընթացին եւ հայտարարագրման համակարգի ու մյուս ծրագրերի հնարավոր հետաձգումների մասին խոսակցություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ չի հետաձգվելու բացարձակապես այս պահին ինչ ուժի մեջ է, այլևս ոչ մի հետաձգում, որ նախարարը եկավ ասաց հետաձգենք, ավելի լավ է հրաժարականի դիմում գրի, նշել է Փաշինյանը։ Արմեն Դանիելյանը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, պատճառը հայտնի չէ։ Աշխատանքից ազատման վարչապետի որոշում դեռ չկա, տեղեկացրել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։ Ապրիլի 29-ին նշվում է Պարի միջազգային օրը, մասնագիտական տոնին ընդառաջ։ Օրերս Հայաստանի բարեկամություն պետական անսամբլը համերգային շքեղ ու բազմաժանր ծրագրով ելույթ ունեցավ Աբովյան քաղաքում։ Համերգային ծրագրի ավարտին անսամբլի կողմից շնորհակալագիր է փոխանցվել Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանին համագործակցության եւ համերգի կայացմանը նպաստելու համար։ Կարևորելով մշակութային կյանքի ակտիվությունն ու պարային սիրված կոլեկտիվի համերգային ծրագիրը, համայնքի ղեկավարի անունից շնորհակալագիր է հանձնվել Բարեկամություն պետական անսամբլին։ Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը ապրիլի 29-ին Պարի միջազգային օրվա առիթով ընդունել է Աբովյան Իմպարի քաղաք ամենամյա փառատոնի գեղարվեստական ղեկավար Էդգար Կարապետյանին, շնորհավորել նրան մասնագիտական տոնի կապակցությամբ, հանձնել շնորհակալագիր համայնքում պարարվեստի զարգացումը խթանելու եւ ամենամյա փառատոնը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Համայնքի ղեկավարը փառատոնի կայացման գործում գնահատել է Կարապետյանի ներդրած ջանքերն ու մեծ ծավալի աշխատանքը։ Համայնքի ղեկավարի խոսքով տարեցտարի այն ավելի լավ է կազմակերպվում եւ մեծ հնչեղություն է ստանում։ Փառատոնի կայացմանը նպաստելու եւ աջակցելու համար Էդգար Կարապետյանը շնորհակալություն է հայտնել համայնքի ղեկավարին եւ կարեւորել ոլորտային պատասխանատուների հետ արդյունավետ համագործակցությունը։ Միաժամանակ ներկաները քննարկել են հաջորդիվ ավելի մեծ միջոցառումներ կազմակերպելու, մշակութային հետաքրքիր ծրագրեր իրականացնելու հարցը։ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը տնայցեր է իրականացրել Գողթ բնակավայրում մարզի համայնքներ աշխատանքային այցերին զուգահեռ Կոտայքի մարզպետը կարևոր ու առաջնային է համարում նաև քաղաքացիների հետ անհատական եւ ուղիղ շփումները, անմիջական կապ ապահովելու եւ լսելու նրանց խնդիրներն ու մտահոգությունները, տեղեկացնում են Կոտայքի մարզպետի աշխատակազմից։ Մարզի ղեկավարը նախորդին ոչ աշխատանքային ժամի չպլանավորված այց է իրականացրել մարզի Գառնի համայնքի Գողթ բնակավայր, տնայցեր կատարել, զրուցել ու լսել բնակիչների խնդիրները, առաջարկները ծանոթացել կենցաղային պայմաններում։ Գողթում Ահարոն Սահակյանն այցելել է ոչ միայն տեղի բնակիչներին, այլ նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված եւ այս պահին Գողթում բնակվող ընտանիքի։ Վերջիններիս համար եւս անակնկալ եւ ոգեվորող է եղել մարզպետի այցը։ Քննարկվել են սոցիալական վիճակին վերաբերող հարցեր, զբաղվածության խնդիրներ։ Տնայցերի շրջանակում բնակիչները ներկայացրել են այգեգործությամբ զբաղվելու ցանկության մասին եւ մարզպետին դիմել տնկիների ձեռքբերման հարցում աջակցության հնարավորության հարցում։
հարցով։ Ինչպես տեղեկացնում են Կոտայքի մարզպետի աշխատակազմից, շատ կարճ ժամանակահատվածում համապատասխան աջակցություն կտրամադրվի ոչ միայն այս հարցի լուծման համար, այլ նաև այցի շրջանակում բարձրացված այլ հարցերի։ Պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի երեխայի եւ ծնողի տվյալների հավաստիության եւ համապատասխանության ստուգմամբ։ Դպրոց ընդունվող երեխայի ծնողները 2025 թվականի մայիսի 5-ից ստուգում.emis.am կայքում կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլով անհրաժեշտ է բուն հայտագրման գործընթացը սկսելու եւ հնարավոր խնդիրներից խուսափելու համար։ Տեղեկացնում են Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից։ Բուն հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից եւ կիրականացվի 3 փուլով։ Առաջին փուլում հայտագրումը հայտ.emis.am կայքում բաց կլինի որոշակի արտոնություններ ունեցող անձանց համար։ Կտևի մինչև հունիսի 22-ը ներառյալ։ Արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրել ցանկացող ծնողները։ Առաջնահերթություն եւ արտոնություն է դիտարկվում, եթե հայտագրվող երեխայի քույր կամ եղբայրը սովորում են հանրակրթական նույն դպրոցում։ Հայտագրվող երեխայի ծնողը տվյալ դպրոցի աշխատակից է։ Հայտագրվող երեխայի ծնողը Հայաստանի պետական համակարգի աշխատող է, որն աշխատանքային պարտականության կատարմամբ պայմանավորված տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան հանրապետության տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր է տեղափոխվել։ Վերոնշյալ ժամկետային սահմանափակումը չի գործում, եթե հայտագրումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շարավղով բնակվող անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների խնամակալության տակ գտնվող հաշմանդամություն ունեցող երեխայի կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաների համար։ Երկրորդ փուլով հունիսի 24-ից առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքով նույն կայքում հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր առաջին դասարանցիների ընդունելության համար, երբ ծնողներից մեկը թվարկված որևէ խմբի ներկայացուցիչ է, իսկ մյուսը ազգային փոքրամասնություն ներկայացնող Հայաստանի քաղաքացի, որոնք ցանկանում են երեխային հայտագրել հայերենով ուսուցմամբ դասարանում։ Երրորդ փուլով հուլիսի 1-ից հայտագրում կիրականացվի նույն կայքում ծնողների ընտրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում սովորելու համար։ Այս փուլը վերաբերում է այն դեպքերին, երբ ծնողներից մեկը օտարերկրյա քաղաքացի է կամ երկքաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ, կամ ծնողներից մեկը ազգային փոքրամասնություն ներկայացնող Հայաստանի քաղաքացի է։ Նշենք, որ երկյակ, եռյակ, քառյակ եւ ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որևէ հանրակրթական ուսումնական հաստատություններում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն անկախ լիցենզիայով տրված տեղերի սահմանափակումից։ Հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը իր օգնությունն է առաջարկել թուլացնելու լարվածությունը Հնդկաստանի եւ Պակիստանի միջև։ ՌԻԱ Նովոստի գործակալության փոխանցմամբ այս մասին հայտնել է նրա խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ Նրա խոսքով Գուտերեշը հեռախոսազրույցներ է ունեցել Պակիստանի վարչապետի, Հնդկաստանի արտգործնախարարի հետ։ Գլխավոր քարտուղարը նաեւ խորը մտահոգություն է հայտնել Հնդկաստանի ու Պակիստանի միջև աճող լարվածության կապակցությամբ, շեշտել, որ անհրաժեշտ է խուսափել առճակատումից, որը կարող է հանգեցնել ողբերգական հետևանքների։ Նա առաջարկել է իր բարի ծառայությունները լարվածության թուլացման ջանքերին աջակցելու համար։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Դյուժարիկը։ Տեխնիկական աննախադեպ վերազինում, մասնագիտական նոր թիմ եւ շուրջօրյա սպասարկում։ 2025 թվականի ապրիլի 16-ից օպերատիվ կառավարման կենտրոնը շարունակում է աշխատանքը գերժամանակակից համալիրում։ Սա միայն կենտրոնի շենքային պայմանների փոփոխություն չէ, այլ օպերատիվ իրավիճակի վերահսկման որակապես նոր մակարդակի անցում։ Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնը իրականություն դարձավ Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերով եւ միջազգային գործընկերների ԱՄՆ-ի եւ ԵՄ աջակցությամբ։ Կենտրոնում ներդրված լուծումները համատեղում են ժամանակակից տեխնիկական հնարավորություններն ու աշխատանքային հարմարավետ պայմանները։ Կենտրոնում տեղադրված սեղանները բարձրացվող են, ինչը հնարավորություն է տալիս 24 ժամվա լարված աշխատանքի ընթացքում, երբ որ ժամանակ չենք ունենում, այսինքն սրահից երկար բացակայելու, կանգնած աշխատել,
թեթևացնում է ֆիզիկական լարվածությունը եւ ավելի հարմար է։ Նշեմ եւս մեկ առավելություն՝ ձայնամեկուսիչ ապակիները, ինչը թույլ է տալիս զանգի ընթացքում խուսափել ավելորդ աղմուկից եւ ավելի արագ սպասարկել ահազանգը։ Ծրագրային նոր լուծումների եւ ներդրված տեխնիկական նորագույն համակարգերի շնորհիվ կենտրոնի ծառայողները անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունեն 24-ժամյա ռեժիմով ուղիղ միացումով հետևելու բարեկային ծառայության կարգախմբերի աշխատանքին։ Կապի համակարգերի ու ծրագրային նոր լուծումների շնորհիվ կենտրոնի անձնակազմը շուտով կկարողանա օպերատիվ իրավիճակը վերահսկել նաեւ թռչնի թռիչքի բարձրությունից։ Դրոնների միջոցով մեզ հնարավորություն է ընձեռնվելու հետևել խցանումներին, գտնել դրանց պատճառական կապերը եւ բարեկային կարգախմբեր ուղարկել կոնկրետ խցանման հենց վայր։ Հնարավորություն ենք ստանալու ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց հետապնդելու, ինչպես նաեւ հետախուզվող տրանսպորտային միջոցները, հետևելու զանգվածային միջոցառումներին։ Անօդաչու թռչող սարքերի շնորհիվ կենտրոնի ծառայողները կկարողանան կատարել նույնականացում եւ ստացված տեսապատկերն անմիջապես փոխանցել բարեկային կարգախմբերին, էապես բարձրացնելով արձագանքման արդյունավետությունը։ Դրոնների կիրառումը լավ հնարավորություն է ինչպես օպերատիվ կառավարման, այնպես էլ արագ արձագանքման գործում։ Տեսադիտարկման դաշտը տեղափոխվելու է տեսապատ։ Նախկինում տեսապատ չի եղել, նոր գործարկված օպերատիվ կառավարման կենտրոնի մասնաճենքում է տեսապատը, որում երևում է եւ ահազանգերի քանակը։ Այս պահի դրությամբ քանի կարգախումբ է ուղարկվել, քանի կարգախումբ է ազատ։ Կենտրոնը հետևողականորեն ընդլայնում է գործառույթները արձագանքելով ժամանակակից մարտահրավերներին ու քաղաքացիների կարիքներին։ Առաջիկայում կներդրվի ճանապարհատրանսպորտային պատահարների կառավարման պարզեցված մոդել։ Պատահարի դեպքում բավարար կլինի զանգահարել միայն օպերատիվ կառավարման կենտրոն։ Ոստիկանություն Խոսքի եւ լսողության սահմանափակում ունեցող անձինք հնարավորություն կունենան պատահարների եւ իրավախախտումների մասին հաղորդել տեսաձայնագրության հավելվածի միջոցով։ Օպերատիվ կառավարման կենտրոնը շարունակաբար արդիականացվում է, իսկ ներդրվող գործառույթների ու քաղաքացիակենտրոն մոտեցումների նպատակը առավել հասանելի լինելն ու արագ արձագանք ապահովելն է։ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակե Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարիլիչ տանող ավտոճանապարհը, Սյունիքի մարզի Բարձրադիր գոտիներում մառախուղ է, Ստեփանցմինդալարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացնում են մայիս ամսվա եղանակային կանխատեսման համաձայն մայիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ։ Մայիսի 1-ի գիշերը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օրվա երկրորդ կեսին առանձին վայրերում կլինեն կարճատև անձրևներ և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են հարավարևմտյան քամու ուժ գնացում 18-ից 22 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս մի քանի աստիճանով։ Մարզերում ապրիլի 1-ից 3-ը, մայիսի 2-ից 3-ի գիշերը առանձին շրջաներում, 2-ին և 4-ին ցերեկը, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ 2-ից 3-ը առանձին վայրերում, Հորդառատ, մայիսի 1-ի և 4-ի գիշերը սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան 2-ից 5 մետր վարկյան արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժ գնացում մինչև 22 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ին աստիճանաբար կբարձրանա 4-ից 7 աստիճանով։